ներկայանաք, անուն, ազգանուն, ինչ մասնագիտություն ունեք, որտեղից եք։ Իսկուհի Աբրահամյան, Ստեփանակերտիցում ու մասնագիտությամբ ապագա մաշկաբան, Սեռավարակաբանում, առաջի կուրսում սվերում, մաշկական համալսարանում։ Իսկուհի պատմիկ ձեր նախնիներից արմատներ էր տղանել, տատիկ, պապիկներ, տատիկ, նախապապիկ, ծնողներ, իրանց մասին մի քիչ ինֆորմացիա։ Դե ինձ թվում է սկսեմ այն հատվածից, ինչից տեղյակում, քիչից շատից տեղյակում։ Ցավոք սրտի, այս պատմության մասին գիտեմ 2020 թվականի ամառը, շատ դժվար է դե իրականում այդ ընդունելը, բայց դե ով ինչում գիտացա, այդ վաղտը գեմիչմուխը կորոնանալա դե ու հայտնվածումն էր Ղարաբաղում։ Ու որոշում որ ես պիտի իմ նախնիների մասին տեղեկություններ հավաքեմ։ Ու դե քինամ մեր սախ վարիկամներն հրցփորձում անում, դե դոյնանայում հրցնում, բաբոյնանայում հրցնում պեն։ Ու կամ հասնում իմ պատմության, որ ինձ շատ շոկի է ենթարկալ։ Ուրեմն գիտեմ, որ իմ նախատատս, այսինքն իմ դեդոյի բաբոն, ինքը ընդհանրապես իմ նախնին իրարան Շուշիից ու դեղն ծնվել, դեղն ապրալ ու 1920-ական թվականների թուրքերի կողմից հայերի կոտորածների ժամանակ նախատատս Ուրան խոխոցն հետ ինքը դղան փախչում ամ ու սա ինչ շոկային պատմություն արա որ վենամ Ուրան ամենակուճիրին մոտ 8 ամսեկանալ այդ խոխին կարմչիոն է ուրան հետ դե երկու կուճի խոխային էլ մին 3-4 տարեկան խոխանել էլ շատ կուճիր ու դի գումչում հունց խե որոշման ընդունում որ այդ խոխին պիտի չի օրոնե ուրան հետ այդ գաղթի ճանապարհը տանեպեն ու այդ կուճիրին պրոստը թաղումն թոնրի մեջ թողում դա ու ուրանք քինամ ու հունց այնց այդ քանը պատմում դեդոս ասում մինիստի խտած մինիստի քաշտալավստի տանում այդ ուրան բաբոն ուտի քինամն հասնում միտա բարդա այդ վախտել դեդոյս արդեն դեդոն օփրնածն ինում ցորքերը ուտի կարում չի ուրան տանիքն այդ դույս կաշուշից ուտի քինամն հասնում բարդա ու արդեն դեղն հաստատվում այդ բաբոյս դեդոյին բաբան արդեն դեղա հաստատվում ու հա ու իմ դեդոսը արդեն դեղա ծնվել դեդոս դեղա ծնվել ու հետո արդեն դե սովետի վաղտ ապենա քինամա տարիմ շուտ շտողա ծառայալ կնայ չեմ տրամասին բայց Ռուսաստանի տարբեր տեղերում ծառայել այն ու դի որոշումն Վեր պիտի ետքան Ղարաբաղ վերջապես սա ընտանիքը արդեն ետքան Ղարաբաղ դեդոյս քույրերը հաստատվում Շուշիում հունց վրա նախնիներն են իլել պատմի հոգևորականի պատմությունը թե պետք չի ով է դες էլ ասում Շուշիում բենան է տոն յորոնեմ հունց վրան քույրերն են Շուշիում տոն երկալալ ու հենց եկեղեցուն Ղազանչետոս եկեղեցու դիմացի տոնն ասում յորոնեմ բայց ֆեն ինչ որ տարաձայնությունները առաջանում հոգևորականներին հետ ու դիտարում չի յորոնն է հոգևորականն է տոնը յորոնում դիտոս քյամա ուրան ախորն հետ արդեն Ստեփանակերտ ու դղատոն կառուցում այդ 90-ականների սկիզբն ալալ դետոնս քեցալադղ Ստեփանակերտ ու զրոյից տոնն սկսա կառուցել տենց ոչ ինչ հարցեր էսլեր բայց կամ չեմ բանանի հա դեդոս բանումն ալալ բարդա դե երիտասարդություն ցախ բարդա անցկացրալ դեդոյս պապան ու ինքը իլալան վարսավիրներ դինագործներից դեդոս երկար ժամանակ էստի գործարալ բայց հետո արդեն եկալա Ղարաբաղ հիմնականում զբաղվալա վարորդությամբ ու մեծ մասը որպես վարորդալալ շատ բաներ պատմում հունց ինքը вообще մի հատ բաներ պատմի մեր տոնը вообще դա ասում սեփական տոնը 300-ականի բան վեր արդեն եկան Ստեփանակերտ սկսա կառուցել դա շատ համհյուրընկալ մարդալալ վեշ միշտ սիրեցալ վեր մեր տանը մարդալալ միշտ ուրան հնգերներին հավաքեի սալալ հենց պատերազմական հնգերներին կելիս մեր տոն ու միշտ սկսեցի նա պատերազմից խոսել միշտ այն ճանապարհ ինչ որ անցանկացապ են այդքան ուրիշ ինչ որ բան էս ասալ հարցես լատված թե աշտաղան արդեն իմ ծնողներս բաբոյս կողմնել
Բանիցա, ասած ասիմ տոնաշենիցա, եղնիկներ պոստաշտեղ կա, հենց այդ հատվածից շատ մոտ, բավոս դղա ծնվել, դղ մեծացալ ու հետո տեղափոխվել Ստեփանակերտ, Ստեփանակերտում էլ իլալա բանում նիգամ չում հիշում այդ բանում что Ովնից քո ծնողների մասին արդեն իրանք շտեղն իրանց արմատն իրանց պատմությունը Արանդ արմատն դե պապում արմատն ասեցի դե Շուշիից հալալ մամանց հողի եմ շում դեզնասած մաման ու պապաներ երկուսն են սեման Ստեփանակերտ ու երկուսն է Ստեփանակերտում դպրոց կեցալ ու հենց դպրոց մեծ անթացան Իլնա զուգահեռ դասարաններում նույն տարիքին տենց նույնս մամու կողմից շատ բեն գիտում չում գիտում այն վեր մաման պատերազմի ժամանակ մահացալ ու ես մամու մասին իմ տատիկիս մասին շատ բեներ սկացա վեր ինքը հենց շարժման ոնց ասեմ շատ ակտիվ մասնակիցներից է ելել 90-ականներին ու ինքն էր միշտ այդ ցույցերին ինքն հենց առաջի շարքերում էլ միշտ կանգնած ու պատմիկ ձեր ծնողների մասին հելի ձեր ծնողները շտեղից են իրանց արմատները ոնց են ծանոթացել լավ դե ծնողներս երկուսներ ծնվել են Ստեփանակերտում դղմացան ու հենց դեղա կեցան շկոլ դեռ շկոլան երկուսն կեցալ դղան ծանոթացալ իրեն զուգահեռ դասարաններում ու դե արմատները ասան պապան Շուշիից է մաման անկեղծ գեմ չում որտեվ ինչ անսա ինքը Ստեփանակերտում էր ուրան պապան մամաներն է Ստեփանակերտում ուտի շատ խոր արմատներից արդեն տեղյակ չում շտեղան հունցան մամու կողմը տենց այն ինչ պատմիմ մամու կողմից տատիս մասին պատմիմ մամու կողմից մաման դե մամուն մասինում գիտում վեր ինքը շարժման ակտիվ մասնակիցներից էր 90-ականների հենց միշտ իլալա միտինգներում առաջի շարքերում անդադ քնայից էր բան մաման դուզ այդ վաղ շատ կուճ էր բայց այդ հիշեից էր վեր դաժե ուրան հետ էր քինալիս բան ու հետո ցավոքսարտի այդ ընթացքում մահացավ ինքը բանից գրադից հենց բաբոյտան իրան գցալ ինքը այդ վաղտե հնարալ բանում կանգնած բալկոնում մամանը կուճիր այդ վաղտե հնարը հենց բալկոնին տակին ու այդ պահին պրոստատի ուտից վեր ընկցում ու ինգդմա պրյամը մեր տան բալկոնի իրա ուտեղ տատիկաս մահանում բայց իրան շատ լավ բան եմ սկացա օրյան մասին ու ինչքան արան ինքը դի լավը ինչքան ինքը ակտիվ արարվան դի հետո ինչ պատմի պատմիկ սովետական շրջանի վերաբերյալ ինչ սկացած ձեր տանը սովետական շրջանի մասին իսկ արձագանքի սովետի տարիներին իրականում ինչքան է պարադոքսալ անչում բայց մինակ լավ եմ հասկանայ սյուրանցանա վեր թեկոս մաման ու պապան նրանց երիտասարդությունը հենց սովետի ժամանակն անցկացրալ ու ասում որ շատ լավ էր գիտեմ չանց հետ սովետական սովետի վերջը արդեն հետ սովետական շրջաններում տատին պապին լավ սովետական շրջանում ասում շատ լավ էր բան գիտեմ Նրանց Թուրքիայից էր այդքանը, դրանք վեր սաղին գործալալ, բան ամեն մինիկ դեսեր ինչով զբաղվում, մենք պրոպագանդա չուն, բայց վեր դավն մենակ բեներալ, ու սեստի միշտ մաման ասում է, սովետի վաղտ ավելի լավ է մեր երիտասարդության ժամանակ ավելի լավ է, բան չնայած լավ է։ Դա ինչքան ավել
որոշտեղ սահմանափակումներ շատ այլ ըստ ուրանց, բայց այդ ամենը մինամենաց ստորալ է գալիս սովետական շրջանում։ Ձեր ծնողներից ինչ եք զգացել սովետական շրջանի մասին, այն ինչվեր տպավորվալ ձեր մեջ, ինչվեր պատմություններ կամ մտքեր, հիշողություններ։ Պատմություններ հիշում էր մաման պատմեց, վեր բենա մայիսի 1-ն էլ աստի շատ լավ նշելիս ու Պապան era պատմերից մաման էր ասում ότι այդ մուզետի մեծ տոներ էր, վենստի սա բանտիկներ ավտնա առավոտի եկնայսն էլ սա տոներ էր դրանց հետի քինայս праздник բան ու երկերն էլ հիշելիս այդ սովետական մաման համար երկչուհի էր այդ սովետական երկերը բնալ ատի շատ սիրելիս անտա երկսերից բան նույնամ անկեղծ հիմնական լավն էլ պատմելիս Դե շատ բան հիշում, բայց ասեցին որ շատ լավ ալեն վախտերը, ասում են հիշ լավ ալեն վախտը, Երանի են վախտիներ բան։ Ինքն դա ակիես ինքս այդքան ուսումնասիրելով այդ մտքին չում, բայց ուրանք վե ապրան այդ շրջանում բան ունած հետի լավ ալել։ Իսկ հատե սովետական շրջանում Իլելա կապ ձեր ընտանիքի ավակների եւ այլազգիների, այսինքն անդրբեջանցիների ապրահան միասին կամ ինչ-որ ընկերություն, բարեկամություն, թեկուզ ավակներից դա հենց դեդոնս ու դեդոս ընտանիքը հենց դեդոս ունեն մաման պապան դասում բարդանել ու բնականաբար դեռ լիքը ծանոթներ ադրբեջանցի բավականին մոտիկ են այդ վախտը իսկ արդեն ծնողներից չծնողներից կողքին արդեն հակառակ բեննալ հա դեդոս ասեցա որ լավ ընկերներ ունեն ադրբեջանցի բայց բեն արդեն ծնողներից կողքին իլալա ստիպենը որ Հինամ ունյանց շկոլում դաժե եթե էլ ադրբեջանցի թորք բեն, հինամ շատ պիսին է վերաբերվելիս։ Նու այդ պատմությունը ինձ հսալա, ոնց անդադ ինչ որ եթե տեսնայս նատի խոխոց բեն, ինչ որ իզիվացնես նապենես լար, դի մոտիկ չեն լար ստի ասած։ Նու դի մոտիկություններից չեն լար, բայց ավակները, հա ավակներին շատ լավ են լար վերաբերվելիս այդ ընթացքում։ Իսկ այդ տարիներին սովետական իլալա կապ Հայաստանի հետ իլալա ինչ-որ բարեկամներ կամ ուղղակի կապ Հայաստանի հետ իհարկե լիքն դե իմ հենց բաբոյս քուրը ու եղբայրը Երևանում էր ապրելիս ու դե անդադ կապը իլալա քինայսն եկելիս իլալ Երևան անդադ քինայսն եկելիս հա պենջրալ անդադ կապը իլալա Հայաստանին հետ ու դաժե բանա այդ վաղտը ինքնաթիռներն էլ չէր Հայաստան Արաբաղ դե բենարալ դաժե բաբոս այդ պատմությունները հիշում որ հայքինայս հրակերից հենց ինքնաթիռով այդ թվականներն ալա մոտավոր ոյ 80-ականների երևի մոտավոր Կյանք 88 թվականը ինչն է պատմեց ձեր ընտանիքում 88 թվականի այդ շարժման վերաբերյալ ոնց է շարժումը սկսվել ձեր ընտանիքի անդամների հետ նու մեր ընտանիքի անդամների հետ հիմնականում հենց շարժման վերաբերյալ շատ պատմում է մաման ու ուրան մաման պատմությունն է շատ պատմում վեր դի անդադ դուսկերիս են լալ անդադ շատ ակտիվ են լալ այդ ընթացքում հա բաբոն պատմում վեր մեր տան առաջի հարկը ինքը պատվալային հարկա համարվում ու սա խավոքեսնան են դա հացուտելիս բեներս այդ կարվի տարիներին ու ինքնանալիքը դա հաց սրկելիս շատ մարդկանց քյոման գնելիս տային շատ պատմում ու
պատմում նաև բաբոյին պատմությունը վեր այդ ընթացքում կեման գարալ դե կռվիտարիներն ա լիքը պակասպեներ կա ու դասան բաբոն մեր տան առաջի հարկում ինք ուտելի քալա սրքելիս ու բիժներից թաղի ժողովրդին ու տենց մի օր ինքը տեսնում ա վեր մեր տան տիերի մասը, մեր տան տիեր հատվածներում միշտ մի հատ մենակ դեդոյանում անդհատ կյամա հաց պենա օզում դի բաբան որոշում որ անել հաց տա մի օր այդ մարդը կարմչիկ է հասնե բիդա մեր թաղերը բաբան քինամա արդեն այդ վաղտը քաղաքի պիստ խելիսին բան այդ մարդը կարմչիկ է հասնե տոն ու բանամ բաբան թակուն այդ հաց տանում մեր տան անպատար տիեր դեղ պենանում աղբար քրանում դիրայց տանում հենց դրա կողքը տինում ու այդ մարդը միջետը գոնե կարեկա հասնե յորոնե թակուն դե անդհատ տանում ապերում ու վերջում էլ այդ մարդը պենանում արդեն վեպատար հանգստացած այնում իրավիճակը այդ մարդը որոշմա վեր տոնը պիտի տա բաբոյիս ու ինքը դուրս կա քաղաքից դի просто очень саунд пеншինում ստի ասած ու ասում բաբոյս կեմ ասում ինձ просто դուսկալի փողոտո ես դուսկամ ստղան ու տոնը քեզում տամպեն ու տի այդ տոնը մնում է բաբոյին ստի ասած ու այդ տոնը իմ ամենասիրած տեղն է երևի Ստեփանակերտում ինքը լալա բան հենց Ստեփանակերտի տիերի հատվածներում գերեզմաններից էլ տիեր սարի թաղերա կոչվում ու շատ ղաշանգ բնություն ունե ու այդ տոնը շտեղ կա ինքը դաշտի մեջ տեղը հետևում մեծ դաշտ է ու իմ ամենասիրելի տեղն է դեղից սաղ քաղաքը արվա մաստեղաշենք որտեղ իրանց հակացայի մանկությունը սենց այդ տանը իսկ իլարա բարեկամներ ձեզ Բաքվում կամ Սումգայիթում վեր այդ դեպքերի ժամանակ ասինք Սկացածնիկ վեր բռնության ենթարկվալ կամ դուսեն եկալ այդ քաղաքից ու Սումգայիթից դի շատ մոտիկ ծանոթներ չի բայց էլի ունիկ ծանոթներ վեր պատմեիսներ հունցուն պեներ անդաղան դուս եկալ պեն բայց դի մոտիկ չան ու դի շատ պեներ գիդում էլ չուն դիզն ասած ու դի պատմություններում պենա վեր համիկ շերվա ընթացքում պենը նրալստի առանց ինչ-որ վեշի պենի պրոստը պախալ դղան հենց Սումգայիթից դի շատ վայդ դեղյակ չուն դիզն ասած դի ծանոթներ ունինք հեշտի շատ Վերադառնանք արդեն 90-ականից հետո ձեր մանկության տարիները պատմեք ինքնիշ ձեր մասին շտեղ ծնվալ, շտեղ դպրոց հաճախալ ինչ մանկական հիշողություններ ունիք իրական շատ ես ծնվամ Ստեփանակերտում դե ծնվալն Գարեգի Ներդաև փողոցում այդ Գարեգի Ներդան դե բանա եթե շատ էր գիտում անք ինքը հիմնական սեփական թաղեր է հիմնական դե սեփական թաղա ու սեփական տներ անդեղ ու մանկությունս իլալա շատ ակտիվ ես գիտեմ սա ինչը մենք դաժում ամնասում ինչ լավ էր ես սեփական տանը մծացա ու այդքան ակտիվ մանկություն այնց իլալ անդադ դուսերքում անդադ խոխոցնը հետ դե վերասում էր տոնը սարի թաղանալա մոտիկ այդ քաղաքից դուս նու քաղաքից դուս չենց քաղաքին կպած ինքը բենա գերեզմաներան տիեր այդ հատվածները միշտ կուչի վաղտը քեսին քլան ընդեղեք դե այդքան ակտիվ արա մեր մանկությունը միշտ քնայսին քլալ պախոդներ պեներ վանավ դեղ հասնայսին քլալ Ամ շատ լավ անցկացալ գումարած ես դեռ մանկապարտեզում կեցալ վերիրել հենց էլի մեր թաղում Գարեգի Ներդե արդեն Ամիրյան Գարեգի Ներդե Ամիրյան եկամա Ամիրյանի վերջում ստի ասած մենք այս վերջի տարիներին մանկատուն ալա դեղ բայց իմ մանկության տարիներին ինքը դերել եմ գիշերօթիկ ու մանկապարտեզ ես դեղում մանկապարտեզ կեցալ ու այս էլի մտքերս տրճա Ինչ էլի ասալ մանկությունից էլ ինչ պենանիմ, տիպը ինչ հիշողություններ ունիմ, թե հիշողությունները մանկության վերաբերյալ
մանկության վերածել եմ 5 հատվածում ամենավառ հիշողությունս վերստի եկավ, այդ նա վեր ես մի օր պրոստ մանկապարտեզ քեցամ ծիավ։ Լուրջ։ Ֆենա դա ասում չեմ մեր սեփական թաղերը, պլյուս արդեն կինամը վերջի արդեն մի դասարի թաղա կինամ դա մոտիկա շատ ճանապարհներ կան։ Ու ֆենա հատիսում կամ մեր տան առաջը վեսա պիտի ինձ մաման տանը վիդա մանկապարտեզ ու ֆենա դա մեր ծանոթներից մի հատ մարդ անց կենում ծիավ ու դա դուս ասում մի հատ կնցրու խոսում քշի ու դե ինձ դինում ծիրա տանում վիդա մանկապարտեզը ուստի ընկողքիս այդ դավստի վառ հիշողություն է Այդ մի խեմ է հիշել իրական որտեղ շատ ուսավոր է այդ հիշողությունը իրականում մանկությունից էլ ինչ բաներ այսինքն մանկապարտեզ դառնում քեցալ դպրոցական տարիներ դպրոց քեցալ դպրոց քեցալում էլի Ստեփանակերտում առաջին դպրոցում հաճախալ Սեչմենզան շկոլ ու ինձ համայից նա շատ ծույլիկ խոխա Ձյատի շատ փիշ չունասավրելիս, բայց ինչ որ ծույլիկ կնա համարելիս մենակ դպրոցի վերջում հասկացավ է պիտար սավրեի ու վերջում սավերալում վեր որ շամարդեն բժշկական ընդունվի հասկացան վեր պետք է ինձ այդ սորինս դուրակյամ այդ ճանապարհը ունտրաբժշկությունը դպրոցական տարիներից ինչ հիշի օրինակ ինչ հիշի Что-то сохмураться маленький, вроде прям уловится торчала. Բժշկական, հա։ Պատմիկ այդ տարիների մասին շտագս ու վերաշտագ ընդունում բժշկական։ Դա ընդունում Երևանի պետական բժշկական համալսարանը Մախտար Հերացյանվան ու 17 տարեկանում տեղափոխվել Երևան։ Ոյ իրականում սկզբից շատ խորթալալ շատ ու դեռ մի քանի տարվա ընթացքում ես զորամ համակերպալ վերես տեղափոխվում որտեվ սկզբնական շանսը ծանր ալալ կատարվել հարազատների անա կատարվել իմ սովորական կյանքից դասած ու տեղափոխվել լրիվ նոր լրիվ մեծ ինչ որ աշխարհ ինձ այդ վաղ շատ մեծ աշխարհ էր իրական Երևանը շատ ավելի մեծ մասշտաբներով ու սկզբում շատ ծանր ալալ բայց կամած կարեցալ հարմարվի իմ համակերպին ստեղ վեր արդեն սկսամ սվերելը պենանելը դե նորմալ ալալ Ույժ Օրենս արդեն անջատ Ինձ խոսիմ օրինակ սաղ մոռացամ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմը Արցախում սկսվել Այդ ժամանակ դուք շտեղեք իլալ Ահա, այդ ժամանակ էլ հետաքրքիր մի բան իլալ ես դա ասամ 2020 թվական կորոնա ելալ ու լիքը տղեր փակ բան ես դի որոշամ գնամ Արցախ Ստեփանակերտ մի քանի ամիս մնացալում դեղ ու հենց սեպտեմբերի 15-ին ես դուրս եկա Ստեփանակերտից ու ես այնքան մեծ վախավ դուրս եկալ դղան ու այնքան ծանր էր ինձ այդ ճանապարհ առաջի անգամ դա իրոք դա ճանապարհը անցնել շատ դժվար էր ու ես սաղ ճանապարհ հիմա լացինելիս ու ես հասկանա շնխեմ ես լացինեմ ես զգացում եմ ինչ որ բան թողում դեղ ու դուրս կամ պրոստը ես ինչ այդ ощущение era բայց իրոք շատ ծանր էր այդ ընթացքը ու ես կամ Երևան ու 10 օրից համարյա սկսում է պատերազմը Դա պատկերացրու ես Երևան, իմ սաղ հարազատներ, սաղ ընկերներ Ստեփանակերտում ու ասենք իմ վիճակս ահավոր էր ուղղակի այդ շրջանում ու այդ պահին էլի ինչ-որ մի հատ տարօրինակ յեմչում ինչ совпадение կամ յեմչում ինչով ես այդ վաղտի լալում տրավմատոլոգի ամբիոնում տասի երկու շաբաթ այդ տեղ պիտի ինեի ու սկսում է պատերազմը ու առաջի վիրավորներին բերում են հենց մեր կողքը դա տրավմատոլոգիա ու առաջի հիվանդանոցում հերացի առաջի հիվանդանոց համալսարանական սա առաջին վիրավորներին հենց բերում են տեղ իսկ այդ վաղտը տրավմատոլոգի ցիկլն ու
ինչքան է դիժեր ինձ այդ վաղտը հերիք չի գիտում վեր իմ հարազատներս Արցախում են ու հալամ կարում չեմ վեշ միտև դղան տուսկյան պլյուս էսա առաջին վիրավորներն եմ բերում ես ինչ սրտավ պիտի ունենաս դիմավորիմ հունցում ես ունենաս դիմավորելու այդ մտքերից ուղղակի սպոնեի սնար այդ ընթացքում մինչև այն պահը վեր ես նի մտալ առաջի իմ վիրավորիս կողքը ես հիշում ուրան համ ուրան դեմքը համ ուրան բնավորություն սախտի մինչև մենք հիշում այդ իլալա կարծեմ արդեն հոկտեմբերի 1-ը եթե չեմ սխալվում վեր բերալան ու ես նի մտնում հրան ինչ մտնում պրոստը ինձ ասում են վեր էսա պետք քինանք վիրակապության ասում լավ վիրավորը ասում ենք հա ոչ մի քինամ ու ես մի 5 րոպե պրոստը հեմլատուսումը կանգնած ինձ տրամադրեց վեր նի մտնիմ սրա արդեն ու ես պրոստը ստի կանգնած ինձ ասում իկա հանգստած պրոստը դու գիտես դա ինչ է ինեն դու հուրս տասնան դա ինչ վիճակում ստասնան սա մենք թուլանալու վախտը չի դու պրոստը պիտի հավաքվիս այս քո մասնագիտություն դա ունի մտնես ու դե այդքան խառը մտքերով ես նի մտնում ու տեսնում երկու հոգիներ պարկած պալատում հայրը որդի ու երկուսին վաններ կտրած են լար երկուսին վանը կտրած են լար ու ես նի մտնում ասի պրոստը շոկում հալա առաջին պահը շոկալալ ու վեր այդ մարդը սկսում ճիշտի ուրախ խոսալ ինձնա հետ ու վարտու ես Արցախից վայ եկեք բան ու ինքը այնքան ոգևորված արա խոսալիս այնքան ուրեղա իլալ այդ մարդը վերս ասամ չէ ես պրոստը թրանալի իրավունք ունի վեճ այդ ընթացքում ու դետեղից հետո ես կամավորքեցամ արդեն հոսպիտալ համ առաջին իլալ համ Իզմիրյան հիվանդանոցներում իլալ ու վիրավոր զինվորներին հետո իլալ այդ մոտավոր 2 ամիս պատերազմի օրից սկսած դե ասած ու այդ իլալ երևի ամենալավ որոշումներից մինը պատերազմի ընթացքում որովհետև ես իլալում վիրավորների մեջ պրոստը ստեսած անջատված ես ունեցնում եմ իմ գործս ու ես գիտեմ կենտրոնացնում այն ամենը ինչի ես կարիմ այդ ընթացքում անիմ վեշտատրվին պանիկի ինչ որ լարվածությամբ այնին պրոստը ունեցնում եմ ինչ որ կարիմ այդ ընթացքում անիմ ու ինչա կարիմ կամագինիմ տենց մինչև դեկտեմբեր մոտ իսկ ոնց է ասալ ծզրա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հիպերսկացալք Շուշիի եւ Արցախի 75%-ի այդ անկման մասին հանձնման մասին ես այդ օրը իրական շատ լավ հիշում դե ասում այդ վաղտը իլալում կամավորելի հոսպիտալում ամեն ինչ ունեիսում համ բուժքորական գործեր համ սանիտարի գործեր բաներ ու դեր աստացվեց վեր այնքան վիրավորներ շատ են հիվանդանոցում վեր մունքը ես չինքրակշե դող մնանք մինչև քշեր ժամը 2-3-ը հիվանդանոցում լիքը գործային քլաներից ու քշերը արդեն ուշ հոգնած գարիս տոն մի քանի ժամ քոններից ու առավ տնոց քինարիս հիվանդանոց այդ օրը հսալ մոտավոր ժամը 2:20-ի եկամ տոն ու պրոստը պարկալ տաղերումս բայց գեցաչում անջատվին վեշ մինձև իրական միշտ այդ հոգնածությունից հետո պրոստը անջատվում այդ օրը գեցաչում անջատվիմ ուստի նի ինչ Telegram տեսնում չէ Facebook-ում իմ տեսնում մարդիկ ինչ որ բան են խոսում արդեն ինչ որ մին ասում հունց արդեն всё կանգնացեց պատերազմը բրծավ ամեն ինչը ուստի ասում այս ինչ վիճակ է բան ուստի մի 10 րոպե հետո արդեն հայտարարությունն ակյան վեր արդեն կետերավ ստի ասած գիրած վեր 75% հանձնվում բանը ու ես կարդում ես հասկանում վեր ես հասկանում չուստի ինչ է գիրած հունց կարի ստիպեն вообще ինի որովհետև միջև այդ մունքստի ասած մասսեյշնա վեր ահասես մասերը հասնված է դու ադրբեջանցիների լրատվականները ասեցին վեր այսքանը գրավան բան իսկ մասսեյշնա չէ այդքանը գրավաշի ունենք սոտեղություններն հայտնում այդ տարածքն հրամերձ դերքին են ու այդ օրը պրոստը ստի մի անգամից ասին արդեն Շուշիներ են տամ այդ պրոստը շոկ ալար ինձ դրա շոկ ասելն էլ այն խոսքը չի շատ անբացատրելի զգացողություններ ընթացքում համ քեզ խախված զգում համ քեզ գիտեմ անզոր զգում այդ ընթացքում վեր համ պրոստը քու կամքից անկախ քզան քեզ վեշ մինը ասես մարդու տեղ չտիրա ու պրոստը տի հանձնվալա
գիտեմ, շատ խառը էմոցիա կար այդ ընթացքում ու գիտեմ, ծանր էր շատ։ Իմաչում ու եմ այդ վաղտը մենակ ու միլաստի պարկած, ուստի գյոմչում հինչ անիմ, եստի իմեջ սենում լացում ինում, բայց հենց անի վեր կողքի սենյակներում մերում սկանավեչ, որտև մաման էր արդեն եկած ու խոխոցն է հետ, վեր հանկարծ ուրանք սկանավեչ։ Ուստի պրոստո թակում ստիլացում ինում, ստի պարկած, կոչ եկած, ընկերուսում կիրալ, հովեր էլի ինձն այդ վաղտը հոսպիտալում այլել, ուստի երկուսս պրոստո հասկանում չենք ինչա կատարվում։ Դաժե հավատայիս էլ չենք էլ, ասանք հալավ երևի ինչ-որ յեմչում հալա նախնական փուլն է, ինչ-որ հալա պիտի բանակցություններ ինի պենան է, սկայլ չի ես քանը հանձնավ է։ Դեսիմ։ Հետո ինչ կրալ, վերադարձալ Արցախ, մնացավ Երևան։ Դա հետո ես մնացամ Երևան, իսկ իմ ընտանիքի անդամներ հովա եկած են լալ Երևան, իրանք ետ ընտարալ Ստեփանակերտ ու պապան ասવા չէ ես ուրիշ տեղ ուզում չում մնամ, գայել չում մնամ։ Ինքը նորից Ստեփանակերտում սկսած 0-ից ինչ-որ գործ դինել, նորից դեղ մնալ ու հավատ իրալա վեր մնան ընդեղ։ Ինչքան ավել կողկանս էս ասաղասենսախ քիժվարես խայս նույնց ետ դառնում դեղ արդեն всё լի Արցախ չկա, պեն չկա։ Ինքը ասում է եթե ես չի մնամ ստեղ, պայլ հովա մնան ստեղ։ Եթե սաղս դուս կյանք պահովա մնան ստեղ վապահելուս էս հողապեն։ Ուտի մնամ ընդեղ մինչև ես իհարկե մնամ Երևան հալա շարունակեմ կրթությունս մինչև պարծնել ես լորվում ավարտամ 2022 թվականի հունիս ամիսներին ավարտելուց հետո որոշալում վեր պիտի չշարունակիմ այդ տարին okay պատմում այդ վեր պիտի չշարունակիմ հատ այդ ընթացքում էլ իրական ուզում շարունակիմ բայց մտածամ իրական սկզբում քեցան վեդիմում սկիրիմ հունց սովորական ուսանողները վեր ավարտալում են արձանատրի դիմում պիտի կիրեի ու այդ վաղտը մտածամ վեր ես ուզում հոգեբույժ դառնամ ես իրոք այդ վաղտը վստահ քալերով քինայսյան վիդեո հոգեբուժություն եմ ասամ այդ ձևամ ես ուզում մարդկանց կյոմագանի ու քինամ վեր կիրիմ դիմումս դիմում կիրում ընթացքում կեսատում թողում ասում բայց մի րոպե ես հալա ուզում չում շարունակիմ ես պրոստո ուզում դուրս կեմ ստեղամ ուտի որոշում վեր գոնե մի կիսամյակ ես պիտի հանգստանամ ու թղթայիսյոմում դուրս կեմ համասարանան դուսում կեմ ոս այդ օրներում դաժե հիշում ոս դուսում կեմ վեր սոլի արդեն ստի ասած սախ դռները փակվալ եմ հետան էլի գետառնալի բան չկա ու այդ ֆիստը բավարվա կողքից ես մշկական համասարանից դուսում կեմ դա մշկական համասարանի տակն է բայց եմ կանաչեմ ստի այդ բաղն էլ փիս արևա ինում բայց եմ կանել փիս մթենալ այդ ընթացքում ստի հիշում բայց եմ կին ու ինքը փլիքաներակ շանում աբիդա բայց եմ կան ու լրիվ մթեն ուստի ես պիտի քշանամ այդ բայց եմ կա ուստի հիշում ասում ապագասել է այսքան մութ բայց եմ կինոն այսքան մութ ուստի ասում լավ ինչի նոմա ինի քեցինք ուտի որոշում ետրնամ Ղարաբաղ հա ետրնամ Ղարաբաղ դեղ Իրական Երևանում մնալու տարիներին էլ վեր հոգնեիս միլալ կամ գիտեմ սա ներվես ազդեցն ես պրոստո փախշեյսնեմ միլա Ղարաբաղ ես իմ հանգստությունս դեմ լաճորելիս լուրջ միշտ քինայս միլալ ընդեղ ու այդ ընթացքում էլ վեր արդեն դուսում եկա համասայից ասում դե Երևան օզալ չմնամ ուրեմն պիտի քիամ Ղարաբաղ ուրեմն դիա պետք քինամ դե պատար հանգստանամ համ գիրիմ հարազատներից կողքին որովհետև վերջին 6 տարվա ընթացքում դե շատ օրենսներ չմիլար բան ուտի քինամ Ղարաբաղ տենց մնամ դե վականդի մեջ եկամ այդել այնց թոմա ինչ որ նշաններ վեր հա պիտի դա մնայի գիտեմ ինչ ասկսում ձեզի շրջապատումը ինչ սկսում, ինչ մտածում վեր շրջապատումը սկսում
Շրջափակման սկզբնական փուլը դուք ասած սկզբում վեր դեկտեմբերի 12-ին չէ կարծեմ վերփակվա դա ինձ մի քանի օր առաջ էլի փակած ու մի քանի ժամ ընթացքում պետք է ներալ էլի ճանապարհը ու ես մտածում որ այդ հերթական ուրանց խաղերն է ու մի քանի ժամ ընթացքում պետքվելու է բայց առաջի օրը պետքում չի ասում լավ ուրեմն մի քանի օր հələ տևելու է այս խաղերը հավատալիչն է որ կարելի շատ երկար լինի հետո ընթացքում իշև այդ արդեն անցակենում սկսում են արդեն լույսը անջատելը գազը անջատելը բան ու կամած հասկանում որ շտոտը արդեն շատ ալերջանում ու սկզբնական այդ պահը այդ միշև այդ անցը արդեն իլալա կատաստրոֆիկ ասած փուլ ընձետի որովհետև ես այդ ընթացքում արդեն հասկացամ որ սա շատ երկար է տևելու ու կարելի դաժե լավ ավարտ ունենա վեճ բայց ասում միշևտից հետո իմ կողքից այդ ասած ասազնանի եկավ որ սա երկար process է քաշելով ու սկզբում դա այդ ընթացքում արդեն դիժեյել է որտեղ հասկանալիություն մտածեցին որ կարողա ես ընդհանրապես դուրս չկամ դղան կարող եմ պլանս լրիվ խախտվել ստի ասած ես կարին մեջ էլ յետերնամ իմ մասնակցություն շարունակեմ հինգամ դաժե շատ փի սցենարներ ալա մտքավս անցկնալիս այն ինչ իրական իլալելա ինձ էլի պատերազմ ինի էլի կորուստներ տանք էլի լիքը բաներ թեկուս սովին ինդող ու դա այդ փի սցենարն եկալա բայց միշև այդ անց իսկ առաջին միշևը թե ես մտածեցնում եմ որ պրոստը խաղա շրջափակումից ինչքանով է ծանր իլալ ու ինչքանով էլ շրջափակումը շատ կորուստներ ատվաստի ասած, բայց այդ ընթացքն իլալա անձետի շատ ոնց ասեմ վերաիմաստավորման անձետի հենց սեփական վերաիմաստավորման ու վերագտման փուլ համել ինչ որտեղ ու բլոկադից ես իրականում շատ ավելի լավ բաներ եմ հիշում քան փիսը որովհետև փիսը հա իլալա բայց ես փորձեցի մնալ փիսը նկատիմ մեջ ու այդ ընթացքում ավելի շատ նկատիմ լավը ու ավելի շատ նկատիմ այն ինչ որ ունիմ այսինքն ավելի շատ ընկերներից հետ ինիմ ավելի շատ հարազատներից հետ ժամանակ անցկացնիմ ու ոնց հաղթալ այդ ընթացքը դա սկզբում ասամ որ հավատալիչն է բայց այդ ընթացքում հասկացամ որ ցանկացած ստրեսի հաղթահարման ժամանակ պրոստը ինչ որ գործողություն պիտի անես ու բարեբախտաբար այդ ընթացքում հայտնվում է մի հատ կազմակերպություն կայուն նշում կազմակերպության անունը Ֆրոնտ Արցախը վեր ռեկամավորական կազմակերպությունը ու հասկանում որ այդ մարդկանցն հետ ես կարող եմ լիքը պրոյեկտներ անիմ լիքը օգտակար ինիմ հենց ուրանց ու ամբողջ ստացած Արցախին այդ ընթացքում ունի մտնում Ֆրոնտ Արցախը ուտի ձեռքում բերեմ լիքը լավ ընկերներ, լիքը լավ մարդիկ ու դիավեր փիս պրոյեկտներ չենք անում, փիս ծրագրեր չենք անում այդ ընթացքում ամեն դեպքում էլի այդ ընթացքում այսինքն այն ինչով էր մեր ուժերի չափ հալստի ասած բլոկադայի ժամանակ դա ասում եմ հիմնականում կամավորությունն անելիս ու ասում պրոստո ապրելիս մրալ իմ կյանքս այդ ընթացքում որովհետև բլոկադի ժամանակում հասկացա որ իրականում այս կյանքը ապրելը շատ պարզ է ու մենք պրոստո բարդացնում ու այդ ընթացքում ես հասկացա որ ավելի շատ ես պիտի ապրեմ ու ապրիմ համել օգտակար ինելով մարդկանց ու այն ժամանակ ես տիմն ամտեզես օգտակար մարդկանց թեկուս կամավորություն ունելով ես ինձ օգտակար մնաց գալիս ու այդ իմ հաղթահարման ձևն է իլալ շրջափակման ժամանակ հիշն է իլալ ձվետի վեր ամենադժվարն է իլալ վերի կարիքը զգայս ոչ չէ իրականում
վեճ ուտելիքը, վեճ ընդ գազի պակասը, լույսի չինելը, եկամ տանձրատի շատ ազդալ չի, ընդ շատ ծանր իրարած ծմռնը ու ցորտները ավելի շատ ընդ անտանելի, ես ասում, ես ամեն ինչի կդիմանամ, բայց ցրտին դիմանալու չում, ու դա իմ կյանքի ամենածանր ծմռնը, որ ես ասամ, ես պրոստը հաղթահարել չեմ այդ ծմռնը, բայց փաստորեն ամեն ինչին հարմարվում ես ու ամեն ինչին սվերում ես։ Ու կայացան ինչ-որ ձև հաղթահարիմ։ Իսկ հետո արդեն եկավ գարունը ու բարեբախտաբար իլերամազ լավ բոստան, ըստեղ մունք լիքը պենենք լաճեցնելիս ուտելիքի պակաս ընդհանրապես զգացալ չում, գումարած նրան վեր ես ինքս բժիշկում ու ես երկար տարիներ տեսած առողջ ապրելակերպի կողմնակից եմ իլել, դաժե մի վաղտ վեգան եմ իլել, ստի ասած, ու ինձ դի դիժեր չիլել, անդադ բանջարեղենային սնունդ օգտագործել, լիքը ջուր խմել, պենանել, սնունդի պակասն դրդի շատ ազդալ չի։ Դուզա էլիքն ես հերթերում կընկնելիս հացի, մարդկանց հետ կռևներից այդ ընթացքում պեն, բայց այդ ավելի շատ ընտանիքիս հետի այդ հերթերում պեներում կանգնելը այդ էլ եմ եկամ համ լավավ եմ հիշում, համ պիսավ հինգիդամ պրոստ անցակացա հիշողությունների փուլ բանանդ կցա ինքը էլ ինչ խորնովացա Կյանք սեպտեմբերի 19-ը պետք է կյանք սեպտեմբերի 19-ը նորից էլի պատերա շտավը կլալ է դորը ինչ պլանանեիր ինչ որ անիք ինչ որ անիմ այդ ընթացքում դե անգոստոսի վերջում ես ուսանողներն հետ ետում կյամ Երևան դա շատ դիժեր ճանապարհով ու շատ ծանր սրտով օքեյ տենց հարց մի հատ եկտաս սեպտեմբերի 19-ին նոր պատերազմը սկսվում է շտապի կլալ այդ վաղտը ինչ կլալ ունեիս ինչ որ շավանիք Ահա, դա այդ ընթացքում օգոստոսում ես ետկյամ Երևան ուսանողներին հետ դուզա շատ դիժեր որոշմալ ատա անձետի վեր նորից թողեմ հարազատներից դեղ ու կյամ շարունակիմ կրթությունս, բայց այդ ընթացքում ես որոշան վեր պիտի սյորիմ ապագայում այսնեն մտածիմ ու եկալ Երևան սեպտեմբերի 19-ին արդեն Երևանում իլալ վեր սկսվա պատերազմը, ելարım հիվանդանոցում, հենց հիվանդների կողքին, հիվանդների իշերից ու իմ ընկերուհին ինձ պրոստը կիրմա վեր քաղաքի անորից թխուման ու սկսվա կռևը։ Ես այդ պահից պրոստը ստուպորի մեջ եմ ընկել, ես լրիվ անջատվալում ու հետո ցածր հետո ինչ ստետված Ինչ կորոշավանիք Դա էլի դառնմանդի վեր ես էլի ստեղ Երևանում իսկ իմ հարազատներս ու իմ սախընկերներս կռվի դաշտում Արցախում ու էլի անզորության զգացողությունը ստիպրամ շատ Արդեն ձեր ընտանիքի անդամները Հայաստան ամսի քանիսին են հսա, քանի օրից հետո են հսա բայց վեր դավայ ես էլ ասին վեր բացի դրանից վեր ես էլի ստեղ ու իմ ծնողներս պանես էլի դեղ ու էլի ահավոր անզոր վիճակ ես այդ ընթացքում էլ գտնվում եմ Մաշկովանցյան կենտրոնում վերևեր էլի այրված խաբանության բաժին on է ու շտեղ բերումն սեպտեմբերի 25-ի պայթյունի ընթացքում էլի վիրավորներին ու ես էլի հայտնվում ստե ասած կիզակետում ինչ որ ձևով ու օտերանում ձետի հարված վես էլի տասնում լիքը մարդկանց, լիքը վիրավորների դեղ օտերանում ձետի շատ մեծ տրավմա
ու այդ բայց ես պրոստը հիվանդոցից դուսում կամ առանց վեշին բեն, ստի ասած անելու ось որոշում հիվանդանց եչ դառնամ մոտակա մի քանի օրը գոնե միջև իմ տնողնես արդեն կյան հասնին ստեղ ապահով կյան հասնին կողքած մերոնք դուս են եկալ ստի ասի մոտավոր սեպտեմբերի 29-ին արդեն հենլա Երևան նու դիշատ շուտ չնդիսական ուշել չնդիսեկա դիշատ Երեկամ ահավոր ալալ հետ են անզորության զգացողությունը վեր գյում չինչ անիս այդ ընթացքում հա ինչ անիս քինաս կարև քինաս միտինգների այդ ընթացքում ինչ անիս ինչավ օգուտ տաս ու այն զգացողությունը վեր գիտեմ քո հարազատներ կարող կարի մեջ կան հասնին քեզ կարին վեճ այդ ճանապարհը անցկենան ահավոր ես մի քանի օր քոնչում եմ միջև իմ սա հարազատներս եկած չեն հասալ կողքած ու ես տեսալ չեմ ուրանց շատ ծանր էր այդ ընթացքան ձետի ու даже այն աշճանացան բայց գիտեմ իրական ես միտինգների պեների դի շատ կողմնակից չում բայց ես այդ ընթացքում պրոստը անզորության զգացողությունից ես դիսում եկերիս փողոցները ես քեզ համ փողոցում կապալ ես ասամ իմ օգդաղան մի պեն արեցիկ թող կյան գոնե ստեղ մի պեն արեցիկ գոնե մի պեն դի ինչև էր եկալ մերոնք արդեն հասալ ստեղ հասալ կողքս ու պատմալի կպեներ այդ ճանապարհ անցնելուց բեն ինչի պատմավորակ դա օրինակ ոնց ավրանց առաջին մի հատ մաշին պրոստը պայթալ հենց մի քանի մաշին առաջ ու կրեն ուրանք էլ դաղին ու էլի պայթեին դա այնքան հակուս այն վեր Ինձ շատ փիսա հանչալու, բայց շատերը ինչ որ ձևով փրկվել են սեպտեմբերի 25-ի այդ պայթյունից ես այդ օրը սաղ օրը պապանոս էի անդադ ինչ որ ձև կախվեի մեն դասես մա քինա կանգնեն այնտեղ բենզին երկար ու ինքս կնայış չլալ ասում չէ ինձ պետք չի ասում ես ունիմ ընդհանրեն 8 լիտր բենզին 8 լիտր ընդհանրեն բենզին ասում ես միջև քինամ դեղ մի մասը ծախսելվում Plus գարանտիա ունի ոչ որ ինձ դղան բենզին տալան ինքը քեզ հալ չի դղ ու ինքը այդ 8 լիտր բենզինով գրեց խոխոցը դուս բերի Պրոստը ինքը ասում ես ինձ ամլա քշելիս որ կյանքում դի քշես չի ահավոր էր իրական այդ բայց դա էր ինչ որ տա հերոսություն որ ինքը գրեց հալ դուսուն է Իսկ ինչի մտածում վերադարձի հույս թե ծզետի այդ էջը փակվալա այդ էջը իրականում երբեք փակ ինելու չի այդ պրոստը դի մնանա ու դետի ստի ասած բաց գիրքա կամ բաց օրագիրա վերա միշտ կեսա մնան իսկ վերադարձի հույս ունի իհարկե ոնց ասեմ իմ Սաղ երազներում ես Ստեփանակերտում, ես Շուշիում, ամեն օր ես անում դեղ երազներում։ Հույսը հա միշտ էլ կավեր։ Ես այդ օզում շատ, բայց ինչքանով այդ ռացիոնալ ու ինչքանով կարե ինի, այդ արդեն ես գիամ չում, բայց կողքից հույսը միշտ էլ կա։ Ու այդ այնց դի ասած պահում ենք։ Իսկ ինչնա ավեր ծզետի օրինակ մենակ Արցախում այլալ ու դուք տարիք մի տեղ կարել չկճարի բացի տնից կամ Դե ասում իմ հանգստություն սրանդեղ ամեն ընթացքում հիվեր ես տեսած ինչ-որ մի փիս պեներ եմ կյանքում ինչ-որ ձև դաժե իմ կամքից անկախ ես հայտնվեցի մնա Ստեփանակերտում ես հայտնվեցի մնալ Շուշիում ես հայտնվեցի Նիսարի թաղում ու դեղարալ իմ հանգստությունս իսկ սեմ հենք ես Դետի տեղ ունի վեճ տա ես կարեմ ինձ լարեք հանգիստ կամ ու ամենա իրականն ալար դեղ գիտեմ ես ինձ երջանիկ զգայեսում լալ միշտ ես զգայեսում ավետ իմնա շատ մեծ կապա իլար դեղ հենց հողինը հետ բնությանն հետ ու ստեղ օրինակ շտեղ էլ քինամ ես հենց էդ ու մանկյամ
այդ ամենտեղ ինչ որ դետալում փորձում ջարին վրա նման կինի Ստեփանագերտի կամ գիտեմ Թենսարի թաղի մեր տանը նման կինի կամ Ստեփանագերտի ինչ որ հատվածի նման կինի շտեղ կինամ հենց այդ առաջին նկատում փորձում նմանություններ ջարին հենց դա էլի ինչի իմը չի ես մի հարցը ավելի բանային տարանջատով կարող է հնչել, բայց ձեր ինքնության վերաբերյալ դուք ոնց եք ձեզ զգում, իդենտիֆիկացնում, ասենք արցախցի, հայաստանցի, ոնց է ձեր ընկալումը։ Դե ընկալումս միշտ հայ, մազ միշտ է դին լա, տաներ միշտ դին լա, ասես դու հայ ես, հա արցախցի, արցախցին ստի ասած չում, ստի ասած ես ինքս, հա հիբեր հրցնում են, շտեղ հրցնում ես հայում ու ես հայ կամ, հա շտեղում ծնվել, Արցախում, հա, բայց գիտեմ, թեկուզ դե ասում, միշտ կուջիր վաղթվայինից, մստին սևորցավեր, հա մունք հայենք, ինչ հետ ինք պայքարալ, մեր վաղը հետ ինք պայքավեր, մունք ստա, մեր հայկականությունը պահինք, մեր հողում, մեր տանը պահինք, հասկանում չում տարանջատելու իմաստը դույզն ասած զուտ այն տեղս դու ծնվել ու տարանջատից տա իմաստ չում տեսնում սաղս է հայենք այլ ավելացումներ, մտքեր, ինչ-որ մաղթանքներ, եթե կան մաղթանքներ մնացալա ոզիկ ասի դա ինչ կուզեի ավելացումներ երևի թե պահինք են ինչ վեր գոնե մնացալա են ինչ վեր ունինք ու կարչինք այս հողից գոնե այս են կուճիրը ինչ վեր մնացալա տա պահինք մաղթանքս ու ցոնս էտա գործնինք վեճ որ մունքեր չի կորինք շնորհակալություն իսկույն ասացուցետի ձեզ շնորհակալություն Բоже շատ անջատում